Ռաֆի Հովհաննիսյանը չի հրավիրվել Սերժ Սարգսյանի երթմնակալությանը։ Ինքն էլ մեզ չի հրավիրել։ Հովիկ Աբրահամյանը դատարկ խոսակցություն է համարում Ռաֆի Հովհաննիսյանի նախագահ հռչակվելը եւ այն ինչ տեղի կունենա ազատության հրապարակումս նրա լուրջ չէ։ Հիմա կարող է մեկն մեղրիում ինքը իրեն օրին նախագահ։ Մեկը չգիտեմ կարող է Շիրակում։ Ռուբեն Հակոբյանը բնականաբար ապրիլի 9-ին կլինի օպերայի հրապարակում, իսկ թե Ռաֆի Հովհաննիսյան Սերժ Սարգսյան զուգահեռ երթմնակալությունից հետո ով է լինելու Հայաստանի նախագահը չի կարող ասել, անակնկալ է։ Վաղ կգաք, կճշտեք, ինքներդ կտեսնեք։ Բարգավաճ Հայաստանը չի ասում, թե որտեղ է լինելու ապրիլի 9-ին ազատության հրապարակում, թե մարզամերգային համալիրում։ Օրը կգա բարին հետա։ Տիգրան Ուրիխանյանը չի կարող ասել, անձամբ մասնակցելու է գործող նախագահի երթմնակալությանը եւ դա ինչ թեմայով է, որով լրագրողները հետաքրքրվում են։ Որևէ քաղաքական իրադարձություն հայաստանցու համար ընդունելի չի լինելու, մինչև իր խնդիրները չլուծվեն։ Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցելու մարզամերգային համալիրում տեղի ունենալիք երթմնակալությանը։ Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ է, որ դա լինելու է անհարգելի բացակայություն ազգային ժողովի նիստից։ Մեկ անգամ էլ կարող եմ ինձ թույլ տալ անհարգելի բացակայել։ Իդեպ Սերժ Սարգսյանի երթմնակալությանը հաջորդելու է կառավարության հրաժարականը, իսկ Ռաֆի Հովհաննիսյանի երթմնակալությունն ավարտվելու է տոնական համերգով։ Մայր Արշակյանով, Սեփով Սեփյան, IPV։